Այսօր թողարկման մեջ ձուկ, որը կարծես դուրս է եկել սարսափ ֆիլմից, միջատ, որը կոչվում է մրջուն, բայց ավելի շատ հիշեցնում է փափուկ խաղալիք։ Բնությունը ընդհանրապես նորմալ է։ Մի գնա, ամենահետաքրքիրը հենց հիմա։ Պատրաստվիր իմանալ էլ ավելի զարմանալի բաներ էվոլյուցիայի հնարքների մասին մեր այսօրվա ընտրանյում։ Սկսեցինք։ Պատկերացրու, մրջուն, փափուկ, սև ու սպիտակ, նման խաղալիքի, բայց կարող է քեզ ուղարկել հիվանդանոց։ Ծանոթացիր, Euspinolia militaris։ Ինտերնետում նրան անվանում են պանդա մրջուն, բայց եկ անմիջապես պարզենք, դա մրջուն չէ, և նույնիսկ պանդա չէ, իրականում դա թևեր չունեցող էգ կրետ է։ Այո, հենց այդպես, արուները թռչում են, էգերը վազում են գետնով, թվում են սիրուն և ունեն միջատների մեջ ամենացացավոտ խայթոցներից մեկը։ Նրա խայթոցը մտնում է Schmidt-Sting Pain Index կոչվող սանդղակում, ցավի գնահատման համակարգում, և Euspinolia militaris-ը այնտեղ ունի 3 միավոր 4-ից։ Սա գրեթե առավելագույնն է, ցավը նկարագրում են այսպես. կտրուկ, այրող ցավ, կարծես մաշկիդ մեջ խրել են շիկացած մեղ։ Հաճելի է հնչում, չէ՞։ Միևնույն ժամանակ նրա չափը ընդամենը մոտ 1,5 սանտիմետր է, բայց գունավորումը պատահական չէ։ Սև սպիտակ գույնը զգուշացում է, բնությունը բառացիորեն ասում է՝ մի դիպչիր, կզղջաս։ Պանդա մրջունը առաջինը չի հարձակվում, նա ագրեսիվ չէ, բայց եթե նրան վերցնես ձեռքիդ, նա չի տատանվի։ Այս միջատները ապրում են հյուսիսային և հարավային Ամերիկայի անապատներում և կիսաանապատներում։ Ապրում են միայնակ, ոչ գաղութներ, ոչ սոցիալական կյանք։ Եվ երևի դա տրամաբանական է, այսպիսի բնավորությամբ ընկերներ պետք չեն։ Եթե այլ մոլորակայիններ գոյություն ունենային, նրանք տեսք ունենային մոտավորապես այսպիսին։ Սա տոպորիկ ձուկն է, օվկիանոսի խորքերի բնակիչ, որտեղ արևի լույսը ընդհանրապես չի հասնում։ Նրա մարմինը հարթ է, նման տոպորի սայրի, այստեղից էլ անունը, բայց ամենահետաքրքիրը ոչ թե ձևն է, այլ այն, որ նա փայլում է։ Մարմնի ստորին մասում գտնվում են հատուկ օրգաններ, ֆոտոֆորներ, դրանք արտազատում են մեղմ լույս դեպի ներքև։ Ինչի համար, որպեսզի անհետանա։ Այս երևույթը կոչվում է counter illumination։ Գիշատիչը, որը նայում է ներքևից վեր, չի տեսնում ստվեր, այլ տեսնում է ֆոն, որը համընկնում է վերևի լույսի հետ։ Ձուկը բառացիորեն ջնջում է իր ստվերը։ Չափերով նա փոքր է, միջինում 5-ից 10 սանտիմետր, քաշը ընդամենը մի քանի գրամ, բայց քողարկման տեխնոլոգիան մաքուր գիտաֆանտաստիկ է։ Տոպորիկ ձկները ապրում են 1000 մետր խորություններում։ Ցերեկը ավելի խորը, գիշերը կարող են բարձրանալ վերև հետևելով պլանկտոնին։ Նրանց աչքերը հսկայական են և ուղղված են խիստ վերև։ Քանի որ աշխարհում, որտեղ մթությունը նորմա է, ցանկացած լույս կարող է նշանակել կյանք կամ մահ։ Փոքր, փխրուն և միևնույն ժամանակ բնության ամենանրբագեղ քողարկումներից մեկը։ Դա բառացիորեն Սարցե դարաշրջանից մնացած կենդանի հանածո է։ Այս կենդանին թվում է, թե նրան նկարել են շտապելով։ Սա սայգակն է, անտիլոպա մի քթով, որը դարձել է ինտերնետային մեմ։ Բայց այդ տարօրինակ արտաքինի տակ թաքնված է բնության ինժեներական հանճար։ Սայգակի քիթը մեծ է, փափուկ և շարժուն, և այն աշխատում է որպես ֆիլտր և օդորակիչ։ Ամռանը այն սառում է տաք տափաստանային օդը և պահում փոշին։ Ձմռանը տաքացնում է սառը օդը, մինչ այն կհասնի թոքերին։ Ջերմաստիճանները, որոնցում ապրում է սայգակը, տատանվում են -30-ից մինչև +40 աստիճան Ցելսիուս, և նա դիմանում է։
Մեծահասակ արուի քաշը մինչև 50 կիլոգրամ, վազքի արագությունը մինչև 80 կմ/ժ-ում, բայց ամենազարմանալին ոչ արագությունն է, այլ պատմությունը։ Սայգակները ապրել են մամոնտների ժամանակաշրջանում։ Նրանք հաղթահարել են սառցե դարաշրջաններ, գիշատիչներ, կատակլիզմներ, բայց գրեթե չեն հաղթահարել մարդուն։ 20-րդ դարի վերջում նրանց թվաքանակը նվազել է միլիոններից մինչև մի քանի տասնյակ հազար։ Այսօր Սայգակը խորհրդանիշ է տալու, թե որքան փխրուն կարող է լինել նույնիսկ իդեալական հարմարված կյանքը։ Նա տարօրինակ է։ Նա գեղեցիկ չէ, բայց նա էվոլյուցիայի իրական հրաշք է։